Վարդան Ղուկասյանը գրություն էր ուղարկել, որ չի կարող ներկայանալ առողջական վիճակի պատճառով, հետո դատարանը որոշեց, որ պետք է նորից ստուգվի իր առողջական վիճակը, ի վերջո ինչ եղավ, ստուգում եղավ։ Ստուգման ընթացքը դեռևս չկա, արդյունքներն դեռևս չկան, ուղղակի դատարանը այդ օրը հայտարարեց, որ որոշում է կայացել լրացուցիչ փորձաքննություն նշանակելու։ Դրանից ավել տեղեկատվություն այս պահին դեռևս չկա, հավանաբար գործընթացը դեռ չի սկսվել։ Իսկ այսօր ինչպես է ներկայացել պարոն Ղուկասյանը, առողջական խնդիրներ թույլ տալիս է։ Պարոն Ղուկասյանի առողջական խնդիրները նույնն են, բայց պարոն Ղուկասյանը անտեսմամբ նաև այդ խնդիրները ռիսկի դիմելով ներկայանում է դատական նիստերին, ուղղակի նրա հիվանդությունները այնպիսին են, որ ամեն դատական նիստը ռիսկային է, բայց ամեն դեպքում փորձում է հաղթահարել այդ ռիսկները եւ ներկայանալ դատական նիստերին։ Եվ այդ մյուս գործով դատարանը անցած անգամ որոշում կայացրեց, որ պետք է ստիպողաբար, այսպես ասած, ներկայացնել Վարդան Ղուկասյանի նիստին, բայց մյուս նիստով էլ պաշտպանները չէին ներկայացել, ինչ խնդիրներ կան այդ գործում։ Նախ ի սկզբանե մենք ասենք, որ դրա անհրաժեշտություն չկա, պարոն Ղուկասյանը այնպես չէ, որ իր տանից գալիս է եւ իր կամքով չի գալիս։ Մենք առարկեցինք դատանի գործողությունների դեմ, այնուհետև դատանը որոշում կայացել է, բայց ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ դատանի որոշումը որպես այդպեսին չէ իրագործել, այսինքն որոշ մեկը պարոն Ղուկասյանին ուժով չի բերել դատական նիստին, պարոն Ղուկասյանը ինչպես միշտ է եկել, այդպես էլ եկել է։ Իսկ այդ նիստին պաշտպանները չեն եկել, որտեղ 5 շաբթի դատանը հայտարարում է, որ ուրբաթօրը նիստ է նշանակում եւ զուտ ծանրաբեռնվածության պատճառով օբյեկտիվորեն հնարավոր չէր այդ նիստին նշանակել, որտեղ նախապես պլանավորված այլ դատական նիստեր կար, որի մասին հայտնել ենք դատարանին, նիստին չենք եղել մենք եւ ամսի 19-ի նիստին կիմանանք դատանը արդյոք մեր բացակայությունը համարել է հարգելի թե ոչ։ Պարոն Հայրապետյան, եւ այս գործով վկաների հարցաքննության փուլում են քանի վկա կա եւ հետո ինչ է սպասում այս գործը վերջո երբ հանգուցալուծման։ Վկաները շատ են, եթե չեմ սխալվում, դեռևս մոտ 50 վկա, եթե չեմ սխալվում, կան հարցաքննվելու։ Ընթացքին դուք եք տեսնում, դուք եք հետևում եւ իմ կարծիքով զուտ իրավաբան լինել միայն պետք չէ լինել հասկանալու համար, որ ըստ էության անձիկ եկել սովորական process-եր մասնակցել, որի մեջ չի եղել որևէ քրեական տար, բայց պետությունը այսօր որոշել է դա դիտել որպես քրեական հայտնի դերտապատճառներով, բայց զուտ իրավական առումով համայնքը հաջորդ է կազմակերպել, թերթերով հայտարարություն է տվել եւ քաղաքացիներ, ովքեր Վարդան Ղուկասյանին միայն հերոսացույցով են տեսել, եկել մասնակցել են եւ հաջորդին հաղթել են։ Հիմա արդյոք այդ պարագայում պնդել, որ պարոն Ղուկասյանը լիազորությունների չարաշահմամբ խմբային շահերից ելնելով որևէ մեկին գույքի օտարին իմ կարծիքով ողջամիտ չէ։ Պարոն Հայրապետյան, նաև ստացվում է, որ այդ որ կանաչ գոտի են համարվում, փաստացի այդ հողատարածքների վրա կառուցված են տներ, մարդիկ ապրում են, նույնիսկ օրինականացրել են, բայց այդ դեպքում ինչ ճակատագիր է ունենալու։ Ես ձեր հարցին պատասխանեմ հարցաքննված վկաներից մեկի ցուցմունքով, որ կադաստրի աշխատող է եղել։ Ասում է խորհրդային ժամանակաշրջանում երկար շենք կա, խորհրդային ժամանակաշրջանում կառուցված։ Բայց կադաստրային քարտեզով որ նայում ենք եւ Գյումրու գլխավոր հատակցով, այդ շենքի մեջտեղով ճանապարհ է ասում։ Այսինքն թղթի վրա ինչ որ գծել է ու իր բարերով ասում, երբ որ գլխավոր հատակագիծը գծում էր կառավարությունից, գալիս են նայում են այն շենքին, ալարում են գնային նային այդ շենքը ինչ է, գնում մոտները գծում էին ճանապարհ։ Եվ փաստացի իրավիճակը երբեք թղթին չի համապատասխանել։ Գյումրիին երկրաշարժից հետո այգիներում թաղամասներ են կառուցվել 90-ական թվականներին։ Ով որտեղ հարմար է եղել, իրեն տանիք է կառուցել։ Հիմա ասել, որ պետք է դու այդ նայր, որ այդ մարդու տունը, որտեղ մեծ տունում չեմ, 5-6 հատ տուն իրար կողքի կառավարված, ինքը ճանապարհ պետք է լիներ, որտեղ կառավարությունից սխալ են գծել, եւ դրա համար մեղադրել Վարդան Ղուկասյանին, կարծիքով իրավաչափ չէ։ Պարոն Հայրապետյան, հաղորդում ներկայացրած անձիկ 4-ն են, ովքեր են նրանք եւ հաղորդման մեջ ինչպես են շոշափում Վարդան Ղուկասյանի անունը։ Բացարձակ կապ չունի Վարդան Ղուկասյանի եւ հաղորդում ներկայացված անձանց դժգոհությունը, հաղորդում ներկայացած անձիկ այսօր նկատի ուներ դատախազի հիշատակած անձիկ։ Ինչ է, անձը իր տարածքը ցանկապատել է եւ նրանք գնացել հաղորդում են ներկայացել, որ անձը ապօրինի շինարարություն է անում։ Վարդան Ղուկասյանը կապ չունի եւ այդ բողոքները եղել են 20-21 թվականներին, շինթույլտվություններ եղել է 20 թվականին։ Դա բացարձակապես Վարդան Ղուկասյանի հետ կապ չունի, դա կապ ունի կոնկրետ այսօրվա հարցաքննված վկայի եւ նրա տղայի հետ եւ բողոքը եղել է նրանց դեմ։ Վարդան Ղուկասյանի անունը այդ հաղորդումներում առհասարակ չի շոշափվում։ Այդ դեպքում Վարդան Ղուկասյանի դեմ հաղորդում ներկայացրած անձ կա։ Ինչպես է ստացվում, որ այս գործում մեղադրյալ են։ Օպերացի ազգային անվտանգության ծառայության եւ քննչական կոմիտեին ու մեր դատախազությունը այդ հարցերի պատասխանը հուսում եմ դատարանում կտա։ Մասնավոր անձ չկա, որ ասի Վարդան Ղուկասյանը հանցագործությամբ իսկ գույք է օտարել կամ ինձանից գույք է խլել, նման չկա։ Ինչ են արել։ Բացել են իրենք կադաստրային գործերը բոլորի, փորձել են
այդ դա ներկայացնել որպես 60-րդ հոդվածով սահմանափակման ենթակա հող եւ դրանով բավարարվել են։ Ասում են, ահա նումը դու 2006 թվականին պետք է իմանայիր, որ դա 60 հոդված է եւ աճուրդ պետք է չկայանար։ Այսինքն համայնքապետը պետք է քարտեզագետ լիներ, ճարտարապետ լիներ, հողագետ լիներ, իրավաբան լիներ, ֆինանսիստ լիներ։ Այս Սպարտակ Ղուկասյանը։ Սպարտակ Ղուկասյանը ում դրվագներից մեկով մեկ գույքը ինչ որ մեկ փուլում դարձել է Սպարտակ Ղուկասյանի անունով։ Ընդ որում այդ գույքն վաճառել է բոլորովին այլ անձի ավականին, ոչ համայնքապետը։ Եվ ավականին ում որ վաճառել է, որ ժամանակի անց վերավաճառելով կամ վերագործարկելով հասել է Սպարտակ Ղուկասյանին 18 թվականին։ Բայց Սպարտակ Ղուկասյանին ասում են, որ դուք 12 թվականին, երբ Արտան Ղուկասյանը եղել է քաղաքապետ, բայց գույքը իր անունով դարձել է 18 թվականին, պաշտոնական լիազորություններին նրան օժանդակել է, որպեսզի դրանց օգտագործությամբ ինքը կատարի փողերի լվացում։ Պարոն Հայրապետյան, այստեղ վկայես մեկ ցուցմունքում որ տալիս է դատանում նշեց Բալասանյանի անունը։ Սամվել Բալասանյանը կամ նրա չգիտեմ որևէ հարազատ այս գործով կարգավիճակ Բացարձակ, բայց հետաքրքիր է, որ բոլոր ժամանակաշրջանի գործողությունները ներառված են որպես հիմնավորում պարոն Ղուկասյանի։ Չէ՞ հարցաքնվել նախաքննական փուլում Բալասանյանը։ Ոչ։ Այդ բոլոր գույքերը օրինականացվել են պարոն Ղուկասյանից հետո։ Հիմա նայեք, այստեղ հարց է։ Առհասարակ չպետք է որևէ մեկի այս գործը վարձակալի մեջ, որևէ մեկը։ Բայց պարոն Ղուկասյանի հող է ուտարվել աճուրդի միջոցով։ Հողի վրա կառուցվել ինքնակամ կառույց, դա օրինականացվել է նրանից հետո, պարոն Ղուկասյանի պաշտոնավարումից հետո։ Լավ, այդ հողը, եթե մի քանի քաղաքապետեր չեն տեսել, որ այդ հողը 60 հոդվածի սահմանափակման տակ է, կադաստրները չի տեսել։ Պարոն Ղուկասյանը ինչու պետք է տեսներ։ Ումը պետք է տեսնել մեկ պատճառը, որովհետև քաղաքական առումով պետք է որ ներկայացնեն որպես տեսնելու պարտականություն ունեցող անձ։ Ուրիշ բան չեմ կարող ես այդ հարցին պատասխանել։ Եղավ, շնորհակալ։